Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը և բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Պետք է նշեմ, որ սա առաջին վարկային ծրագիրն է համաշխարհային բանկի հետ, որտեղ որ մենք արդյունքների վրա հիմնված համաձայնագիր ունենք, այսինքն մի քանի տարիների համար գծագրվել են, նախանշվել են այն արդյունքները, որոնք որ կառավարությունը իդեմս առողջապահության նախարարությանը պետք է հասնեն ռեֆորմների միջոցով և միայն այդ դեպքում վարկային միջոցներից արհանումներ կարվեն պետական բյուջե, որը որ կհամալրի առողջապահության բյուջեն։ Նշեմ այն բոլոր ոլորտները արդյունքների, որոնց շուրջ կառուցված է համաձայնագիրը, արդյունքների ոլորտ առաջին դա բժշկական օգնության որակի բարելավումն է։ Առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավումը Հայաստանում հիվանդների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով, այդ թվում առաջնային բժշկական օգնություն տրամադրող հաստատություններում բժշկական օգնության սպասարկման ընթացիկ մոդելի վերանայման, առաջնային և երկրորդական բժշկական օգնության մակարդակներում ընտրված որոշակի, որոնք որ հիմնական բեռ են հանդիսանում ոչ վարակիչ հիվանդությունների համար բժշկական օգնության արձանագրությունների կամ պրոտոկոլների մշակում և իրականացում, հեշտացնելու համակարգված և բարձր որակի բժշկական օգնության և ուղղորդման գործուն համակարգը, կատարողականի վրա հիմնված պայմանագրերի իրականացում, որոնք ներառում են որակի ցուցանիշներ, ի լրումն քանակի, ծածկույթի ցուցանիշների և ճշգրտված ֆինանսական խրախուսական գումարների և բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և լիցենզավորման համակարգի մշակում և ներդնում։ Արդյունքային երկրորդ ոլորտը վերաբերում է առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացմանը, ներառում է առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացումը, անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին նորից բարեփոխումների միջոցով, այդ թվում մրցունակ գնագոյացման ընդունում և իրականացում էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, առողջապահական տեղեկատվական համակարգերի բարելավման հետ մեկտեղ այս բարեփոխումներն իրականացնելու համար մշտադիտարկումն ու կատարումը ուժեղացնելու նպատակով և արդյունքային երրորդ ոլորտը վերաբերում է առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցմանը, սրանք նույնպես ուղղված են բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես առողջության ապահովագրության ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում և այս ծրագրի իրականացում, ծրագրի իրականացման համար գործառնական և կառավարման հիմքերի ստեղծում և առողջապահական հիմնական փաթեթի արժեքի սահմանում և դրա վերանայման անընդհատ ճկուն վերանայման գործիքների մշակում։ Պետք է նշեմ, որ վարկային ծրագիրը համահունչ է կառավարության 2021-26 թվականների ծրագրին և կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-26 թվականների զարգացման ռազմավարությանը, ինչպես նաև բոլոր այն միջազգային պարտավորություններին, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը հանձնառություններ է վերցրել իրականացնել բարեփոխումներ, որոնք միտված են առողջության համապարփակ ծածկույթի ապահովմանը մեր երկրում։ Խնդրում եմ հաստատել։ Հարցերի համար հերթագրում։ Թադևոս Ավետիսյան։